Պակիսոհվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի ու Պակիստանի միջև հարվածներն ամոթալի է անվանել, նա հույս է հայտնել, որ այս հակամարտությունն արագ կավարտվի։ Դա խայտառակություն է, ես կարծում եմ մարդիկ կռահում էին, որ ինչ-որ բան պետք է տեղի ունենա, հիմնվելով նախորդող իրադարձությունների վրա։ Հնդկաստանն ու Պակիստանը պայքարել են հարյուրամյակներով, ասել է նա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն էլ հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկերոջ Մոհամմեդ Իսհակ-Դարիի հետ, իր աջակցությունը հայտնել Պակիստանին կապված վերջին իրադարձությունների հետ։ Նախարարները պայմանավորվել են իրավիճակի զարգացման վերաբերյալ սերտ գործակցությունը շարունակել։ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել միմյանց մայրաքաղաքների վրա, ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել, կա առնվազն 6 վիրավոր։ Ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո Մոսկվայում վնասներ կամ տուժածներ չեն գրանցվել, իսկ ռուս պաշտոնյաների փոխանցմամբ անօդաչուները խոցվել են Մոսկվային մոտենալիս, քաղաքի հիմնական օդանավակայանները գիշերը երկար ժամանակ փակ են եղել։ Սա վերջին 3 գիշերում Ուկրաինայի երրորդ հարձակումն է Մոսկվայի ուղղությամբ։ Մայիսի 6-ին ռուսական ուժերն առնվազն 13 հարված են հասցրել Զապորոժե քաղաքին, կա 3 տուժած։ Ռուսաստանը եւ Ուկրաինան մայիսի 6-ին գերիների փոխանակում են իրականացրել 205-205-ի դիմաց բանաձևով։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման հարցում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների օգնությունը զինվորական անձնակազմի փոխանակման գործարքի շրջանակներում մարդասիրական բնույթ է կրել։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն քննարկվել են նաև Մերձավոր Արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։ Պուտինն ու Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել հաղթանակի հոբելյանի կապակցությամբ, ընդգծվել է երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու վճռականությունը։ Կարմիր բանակի եւ խորհրդային ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության գործում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 9-ի հաղթանակի օրվա զորահանդեսի իր հյուրերի ցուցակի առաջին տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինն է։ Չինաստանի ղեկավարը 4-օրյա պետական այցով կժամանի Մոսկվա։ Պեկինի հայտարարության համաձայն այցի ընթացքում նա կխորացնի փոխադարձ վստահությունը Պուտինի հետ եւ կմասնակցի երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Մոսկվայում Չինաստանի ժողովրդի ազատագրման բանակի պատվո պահակախմբի ստորաբաժանումները նույնպես կմասնակցեն զորահանդեսին։